մեր գործողությունները հանուն մայրաթոր Սուրբ Էջմիածնի են եւ հանուն ամենայն հայոց կաթողիկոսության։ Եկեղեցու լուծվում են կառավարությունում, որ դուք գնացել եք կառավարություն հանուն։ Լսեք ինչ եմ ասում ձեզ։ Բացեք մեր պատմության էջերը, ձեզ դուր գալիս էր, որ մեր եկեղեցուն միջամտում էին ցարական կայսրությունը, պարսկական շահերը, սուլթանները, չէ, արաբական խալիվատները, չէ, ինչ է եղել։ Մենք ենք, մեր պետությունն է, մեր կառավարությունը, մենք ենք ընտրել, վաղը կընտրենք ուրիշ կառավարություն, այդ ուրիշ կառավարությունը թող գա եկեղեցու հետ միասին բոլոր խնդիրները լուծել։ Ես անձամբ կողմ եմ, որպեսզի մենք միասնաբար մեր հարցերը լուծենք։ Այդ ինչպես է, որ մեր հասարակությանը վերաբերող խնդիրներ են լինում, մենք ուզում ենք, որ միասին լուծենք։ Եվ սիրելի ժողովուրդ, եկեք փոխենք մեր մոտեցումը։ Տեսեք, ես անսահման մտերիմ եմ եղել մեր նախորդ իշխանությունների հետ։ Վաղը գա նոր իշխանություն, որտեվ ես իշխանությունը պետության եւ պետական ծառայության հետ եմ միավորում։ Եկեք փոխենք այս մոտեցումը։ Մեր իշխանությունները եթե մի օր սխալներ էլ անեն, մենք ոչ թե չգիտեմ ինչ կերպով դատապարտենք, եկեք օգնենք իրար։ Հասկանում եք։ Այդ երկխոսությունը հստակ ասել է դեռ ամիսներ առաջ, ասում են պետք է գնանք Վեհարանովերի։ Սիրելիս, ես ներսից եմ գալիս, տասնյակ անգամներ եմ փորձել այդ երկխոսությունը, եթե դուք մտածում եք Էջմիածնի ներսում պատրաստ էին, դուք սխալվում եք։ Եկեղեցին առաջինը պահանջեց աշխարհիկ իշխանության ղեկավարի վարչապետի հրաժարականը, իդեպ 2 տարի անց, երբ որ Գարեգին Բ-ին հարցրին արդյոք դուք շարունակում եք պահանջել, ասաց, որ մեր հայրապետական կոչը ժամանակով սահմանափակված չէ։ Ուրեմն եկեք այլևս դրան չանդրադառնանք, որովհետև 2021 թվականին տեղի ունեցել ընտրություններ, 2026 թվականին թող տեղի ունենա խաղաղ ընտրություններ, խաղաղ մթնոլորտում, ինչ կլինի, մենք եկեք նայենք այլևս ապագային։ Մնացածը ես մեկ անգամ եւս ցանկանում եմ այս վերջին խոսքով ավարտենք, դուք եք մրսել, դուք եք մրսում, վեհափառ հայրապետին այսօր էլ պատրաստ է վարչապետը երկրի ընդունել, իրեն հետ խոսել եւ այո անձամբ է ասել ընդունել, խոսել եւ նրա հետ քննել եւ իր հանգստի կոչվելու եւ հետագա մայրաթորին վերաբերող եկեղեցին վերաբերող բազում հարցեր, որովհետեւ լեցում խնդիրներ կան, միայն կաթողիկոսի հրաժարականով հարցը չի լուծվում, որովհետեւ այնտեղ կան շատ հարցեր եւ այդ հարցերը կարող են լուծել այսօրվա գործող ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Արձագանք ինչպիսին է եղել ամեն հայոց կաթողիկոսի կողմից։ Առայժմ դեռ տեղյակ չենք։ Կարծում եմ փոխանցվել է։ Ունեն երեխաներ, այդ թվում նաև ձեր անվան հետ են կապում, որ ունեք կին եւ երեխաներ։ Այդ մասին շատ պատասխանել եմ չեմ ուզում։ Եվ մի ասեցիք չի ընդունել Վեհափառ հայրապետը այդ առաջարկը, այդ հրավերը վարչապետին։ Ես անկեղծորեն տեղյակ չեմ։ Վեհափառ հայրապետը ժամանակին չի ընդունել, երբ որ ամիսներ առաջ, շատ ժամանակներ առաջ դիմում էինք, ասում էինք հանդիպեք, խոսեք, այս ամբողջ ընթացքում գուցե նա ցանկացել է, բայց միշտ կարծեք թե ինչ որ մի ուժ, ինչ որ մի տեղից կարծեք դա խանգարել է։